ԿԳՄՍ-ն արգելում է վերջին զանգ անցկացնել։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ազգային ժողովում հայտարարեց, որ ԿԳՄՍ-ն կազմակերպում է կրթամշակութային վերջին զանգի մրցույթ, իսկ վերջին զանգի արգելքի մասին խոսք չկա։ Ամեն տարի մեր շրջանավարտներին հորդորում ենք, որ չմոռանան, թե ինչի մասին է վերջին զանգը։ Դա իրենց կյանքի որոշակի փուլն ամփոփելու, այդ օրը իրենց հույզերը միասին կիսելու, գուցե իրենց գնահատանքի խոսքերը իրենց ուսուցիչներին փոխանցելու, իրենց ընկերների հետ այդ օրը նշելու ժամանակն է։ Սակայն ժամանակի հետ մոռանում ենք այդ բովանդակությունը եւ ամբողջ շեշտադրումը տանում ենք նյութական որոշակի ցուցամոլության, որտեղ անգամ խոսքը հասնում է աներևակայելի բաների, թե քանի խցիկով քանի կողմից պետք է նկարվի միջոցառումը, քանի 100,000 դրամ պետք է տրամադրվի սցենարների գնման համար, որոնք բացարձակապես չեն արտահայտում որևէ երեխայի միտքն ու էմոցիան։ Վերջին զանգը իրականում օր է, որտեղ կարող ենք նաեւ տեսնել մեր երեխաների ստեղծագործական միտքը։ Եվ այս տարի հենց այդ տրամաբանության մեջ կազմակերպում ենք նաեւ կրթամշակութային վերջին զանգի մրցույթ, ասաց նախարարը։ Մրցույթի համար արդեն ձևավորված են ժյուրիներ ամեն մարզի համար։ Դպրոցների մասնակցությունը լինելու է կամավոր, ամբողջ ընթացակարգը ներկայացված է դպրոցներին։